Շնորհակալ եմ բոլոր քույրերիս ու եղբայրներիս համար, որ այսօր ներկա են այստեղ Տեր, օրհնիր ամեն մեկին։ Թող այսօրվա մեր քարոզը Տեր, մեր խոսքը, ինչ որ խոսվում է, քո խոսքիցը Տեր իմ Աստված ջան, տեղ բացի մեր սրտերի վրա։ Մենք իմանանք մեր դիրքը, մենք իմանանք մեր ճանապարհով Աստված։ Հիսուս որդու տանունով փառք քեզի, ամեն։ Փառք Հիսուսին։ Այսօր Անդրև էր, բայց աղոթեցի, որ Անդրև կտրվի ժամի 4-ից մինչև 6-ը գոնե Անդրև չունենանք եւ Աստված լսած իմ աղոթքը։ Այսօրվա քարոզից նյութը ճանապարհորդել, այսինքն ճամփորդել Աստծո հետ։ Ով է ճամփորդուն սիրում։ Ես շատ եմ սիրում։ Ես եթե 24 ժամ ճամփորդյան վրա լինեմ, չեմ օգնի։ Ճամփորդուն ինձ համար շատ հիանալի մի բան է։ Բայց ինչքան լավ է, որ մարդ կարողանա Աստծո հետ ճամփորդի, այդպես չի։ Գիտեք, որ ճամփորդությունը մարդ ուզում է գնա, պետք է որոշում ունենա, պետք է պատրաստություն ունենա։ Ամեն բանը պետք է հաշվի բերի եւ դրանցով կարողանա իր ճամփրունք կողպի եւ գնա դեպի ճամփորդություն։ Եվ վստահ եմ, որ ճամփորդությունը պատահում է շատ դժվար բաներ։ Ես ունեցել եմ ճամփորդյան ժամանակ խնդիրներ։ Մեքենան է փչացել, ձունի մեջ եմ մնացել։ Պատած 3-4 անգամ մեքենա եմ փոխել, որ կարողանամ այդ ճամփորդությունս վերջացնեմ։ Եվ այս ամեն մեկի համար էլ այդպես է։ Կյանքի ճամփորդությունն էլ որ մենք Աստծո հետ անում ենք, մի այդպեսի մի բան է։ Գիտեք, ամեն մեկս հրավեր ունենք Աստծոց։ Ամեն։ Բայց մեր հրավերը ինչպեսի հրավեր է։ Մեր հրավերը սա է, որ մենք իր հետ կայլենք, մենք իր հետ ճամփորդենք։ Եվ այդ ճամփորդության մեջ վստահ եմ, որ շատ բաներ պետք է պատահի։ Պատած շատ գեղեցիկ բաներ ենք տեսնում, պատած շատ տխրալի բաներ, պատած շատ հիվանդություններ, պատած ուրախություններ, եւ այս ճամփորդությունը իրականություն է։ Եվ մենք պետք է շարունակենք։ Գիտեք, Աստծո խոսքը ամեն տեղ միշտ Աստծո կողմից մատ հրավերով սկսում է։ Եթե մենք Աստծո ժողովրդին նայենք Աստծո խոսքի մեջ, միշտ Աստված հրավիրել է մարդկանց։ Եթե այդանք առաջի գրքի մեջ, ծննդոցի մեջ, տեսնենք Ենովկը 365 տարի Աստծո հետ քայլեց։ Եվ ասում է 365 տարի Աստծո հետ քայլելուց հետո ինչ է լավ անհայտվեց եւ համբարձվավ դեպի երկինք։ Գիտեք, ճամփորդությունը Աստծո հետ մատ full time մի բան է։ Մի բան է, որ մենք ամեն օր մեր ամեն ժամը, մեր ամեն միտքը պետք է դնենք այդ բանի վրա։ Գիտեք, բանի մեջ, առաջին Սաղմոսի մեջ ինչ է ասում։ Ասում է արդարը օր ու գիշեր մտածում է Աստծո խորհուրդների մասին։ Օր ու գիշեր մտածում է Աստծո օրենքների մասին։ Եվ այս ճամփորդությունը այդպեսի մի բան է։ Եվ այս ճամփորդյան ղեկավարը ով է։ Մեր Հայր Աստվածը, պլանավորը ով է մեր Հայր Աստվածը։ Եվ այսօր պետք է մի դասեր սովորենք դրա մասին։ Այս կարծեմ է բանը սխալվել եմ, բայց ոչ այդ 5-ը մի կաշկի առեք։ 5-6 աշկի մի կարեք ստեղ։ Ամփոխ սրտով վստահիր Տիրոջը եւ քո սեփական մտքի վրա մի հենվի։ Արագածի մեջ ասում։ Արագած 3-րդ գլուխ 5-ից մինչև 6։ Ուրեմն քո բոլոր ճամփորդության ժամանակ ճանապարհը մենք պետք է տանք ումի ձեռքերին, Աստծո ձեռքերին։ Նրա ձեռքերի մեջ եւ նա կհարտեսնի քո շավիղները, ինքը կուղի մեր շավիղները։ Ուրեմն Աստծո խոսքն ասում է դու քո քայլերիդ մի վստահի, դու քո ճանապարհներիդ մի վստահիր եւ մի վստահիր քո մտքի որոշումներին, որտեղ մարդը կարող է այսօր լինի, վաղը չլինի։ Չվստահենք, որ մի բան մենք կարող ենք 100% առանցի Աստված անենք։ Աստված մեր գլխավոր Տերն է, որ կարող է ամեն ժամանակ մեզ օգնի։ Ուրեմն Աստծո հետ ճամփորդելը գլխավոր ինչ է, առանձնահատկություններ ունի։ Գլխավոր առանձնահատկությունները, որ Աստծո հետ մենք քայլում ենք ինչեր է։ Այս ճամփորդությունը Աստծո հետ մեզ տանում է դեպի ինչ։ Մեզ տանում է դեպի հավիտենություն։ Ուրախալի չի։
Երբեմն մենք մարդկանց հետ գնում ճամփորդում, մեր հոգին անում են։ Մեկն ասում է, չգիտեմ, ինչու ստեղ կանգնեցիր, կտայր ընդեղ կկանգնի։ Մենք նախքան Ամերիկա գայինք, մենք գնացինք մեր բանը, մեր քաղաքը, ծննդավայրը եւ խազիներով հավաքված գնացինք մեր գյուղը, որ լրիվ մեր պապական գյուղն էր։ Եվ մեր խազիներից շատ կոմպլեյն անող մեր անձնավորություն էր։ Աստեղ չնստեք, պետք է տանք ընդեղ նստենք, մեքենան աստեղ չպահեք, պետք է տանեք ընդեղ պահեք։ Չգիտեմ, աստեղ նստանք, նեղուներն եկան սկսան խանգարել։ Վերջապես այս ճամփորդությունը մեր քիթերքից հանավ։ Չկարողացանք մի հատ վայելինք մեր վերջի բաններ, ճամփորդություններ, որ քաղաքում ունեինք։ Ճամփորդության համար մենք հարմար մարդկանց հետ պետք է քայլենք։ Հարմար մարդկանց փոխված մտքով։ Գիտեք, այդ մարդիկ, որ Աստծո ճանապարհների մեջ քայլում են, պետք է իրանց մտքերը վերանորոգված լինի, փոխված լինի։ Այս ճամփորդությունը օգնում է մեզ ճանաչել ումին, ճանաչել ինքներս մեզ։ Եթե մենք հանձնվում ենք Աստծո քայլերին, այն բանը, որ Աստված ինքն է նախատեսել ամեն մեկիս համար, կամաց սկսում ենք մենք մեզի ճանաչել, որ ինչպեսի անձնավորություն ենք։ Գիտեք, մի բանն էլ որ շատ կարևոր է, մենք ճանաչում ենք Աստծուն, դրանից հետո մենք ճամփորդության ժամանակ ճանաչում ենք Աստծուն։ Այդ բան կարակ ասում են, եթե ուզում ես մեկին ճանաչես, կամ ճամփորդություն արա իր հետ, կամ իր հետ բիզնես արա։ Իմանաս այս մարդը ինչպեսի բնավորություն ունի։ Մենք կանչված ենք, որ մեր Աստծո հետ ճամփորդենք։ Մենք կանչված ենք, որ մենք մեր Աստծո հետ դիլանենք։ Եթե այդպեսի անենք, կամաց մեր ուրախությունը կատարյալ կլինի։ Ամեն, համաձայն եք ինձ հետ, եթե մենք մեր Աստծո հետ դիլանենք, երբեք չենք փոշմանի։ Ես արդեն 48 տարի հավատքի կյանքի մեջ եմ, ապաշխարությունից հետո ընկամ, մի քանի տարի հեռու մնացի, բայց նորեն հետ տարեցի եւ միջով այսօր փոշմանած չեմ, որ Աստծո հետ քայլում եմ։ Եթե մենք ճամփորդում ենք, դա նշանակում է, որ մենք Աստծո ծրագիրի հետ համապատասխան ենք եւ Աստծո ծրագիրը մենք ընդունում ենք։ Եվ այդ մասնակցում ենք այդ Աստծո ծրագիրին։ Գիտեք, եթե մենք ուզում ենք մի հոգու հետ մի բիզնես անենք կամ մի գործ անենք, մենք պլան պետք է ունենանք։ Հիմա ով է ծրագրի պլանը դրի։ Հայր Աստված, որ երկնքումն է, արարիչը ամեն բանին, Աստվածն է, որ ամեն բան ստեղծել է։ Ուրեմն մենք պետք է ինչ անենք։ Մենք պետք է իմանանք, որ Աստծո պլանը կատարյալ մի պլան է։ Եվ այս բանի համար հավատք պետք է։ Չգիտեմ դեռ հավատքը որտեղ է այսօր։ Չգիտեմ ինչքան դեռ հավատքը կայուն է։ Չգիտեմ ինչքան սատանվում եք, վախենում եք, ինչքան Աստծուն կոմպլեյն եք անում։ Բացասական բաներ եք ասում։ Բայց Աստված կանչել է մեզի, որ մենք իմանանք իր ծրագրերը եւ մասնակցենք այն բանին, որ ինքն է որոշել։ Աստծո հետ ճամփորդությունը նախատեսված չէ հեշտ կյանք ապրելու համար։ Աստված չի ասում, որ արեք ինձի հետևեք, ձեզ համար հեշտ կլինի։ Հիսուս Քրիստոսը մեզի ասել է. երկրի վրա ապրելը մեզ համար դժվար կլինի։ Համաձայն եք ինձ հետ։ Երկրի վրա ապրելը դժվար կլինի։ Հիմա մենք նայում ենք, մեր խնդիրը սա է, որ մենք նայում ենք մարդկանց, համեմատում ենք մեր կյանքը դրանց հետ եւ ասում ենք, «Վայ, ինչքան խեղճ մարդ են»։ Վայ, ինչու էս մարդիկ այսպես վայելում են, ես չեմ կարողանում վայելել։ Բայց այդպես չի, իրականությունը մարդիկ կարողա ծածկում են։ Կարողա շատ խնդիրներ կա իրենց կյանքի մեջ, մենք չենք իմանում։ Եվ մենք պետք է հնազանդ լինենք Աստծո կամքին եւ հավատքով առաջ գնանք։ Այդպես է, որ Պողոս առաքյալն է ասում, որ եթե հրեշտակներն էլ ցածկան, եթե ապագան փչանա, ինչ որ պատահի, ոչ մի բան չի կարող մեզի հեռու տանի Աստծո սերից։ Արդյոք մենք ընդունում ենք Աստծո նպատակը ամեն մեկիս կյանքի մեջ, թե չէ։ Ուրեմն ճամփորդելը շատ կարևոր է։ Իմանանք, որ ամենահզոր Աստծո հետ ենք քայլում։ Այն Աստծո հետ ենք քայլում, որ հավիտենական հայր է, այն Աստծո հետ ենք քայլում, որ երկնքում է բնակված։ Այն Աստծո հետ ենք քայլում, որ ամեն բան գիտի։
մեր բերկանալը գիտի, մեր քնելը գիտի, մեր ապագան գիտի։ Եվ միայն ու միայն մի բան է ուզում մեզանից։ Արի եւ հնազանդի այն բանը, որ ես քեզ եմ ասում։ Աստծո խոսքն այդպես է ասում, ասում կարդա, կեր եւ կտեսնես, որ քո բերանիդ մեջ մեղրից ավելի քաղց կլինի իմ պատգամները քո համար։ Աստված եթե խոսում է, Աստված երբեք Աստծո խոսքի մեջ երբեք Աստված չի ուղարկում մարդու դադաստանի համար։ Միշտ Աստված առաջ խոսում է, առաջ քաջալերում է, առաջ մարդկանց համբերում է, եւ այսօր կարող ենք շատ խնդիրների մեջից ենք ասում, բայց Աստված ասում է, որ իմ մեջ հավատարիմ մնա։ Եվ եթե հավատարիմ մնանք, ցույց է տալի, որ այս ճամփորդյան գինը մենք իմացել ենք, որ այս ճամփորդությունը մատ նպատակ ունի։ Գիտենք, որ մետեղ հասնելու ենք։ Ես հիշում եմ փոքր կային ճամփորդուն ենք գնում, հորիցս հարցնում էի. «Եվ կհասնենք», ասում էր, «Այսքան որ եկել ես, այսքան էլ մնացել է»։ Ուրեմն մենք երբեմն շատ վրազ ենք, որ հասնենք այդտեղ, որ Աստված ինչ արի մեզ համար պատրաստել է, բայց Տեր Հիսուսը, Տերերի Տերը երբեք չվրազեց։ Համաձայն եք ինձ հետ։ Տեր Հիսուսը երբեք չվրազեց։ Ամբողջ իր ճամփորդությունը երկրի վրա քայլելով էր։ Մեկ անգամ Հիսուս Քրիստոսը ընտրեց, որ քայլի, բայց ինչով, էշի վրա։ Եվ էշն էլ մարդից ավելի կամանց է գնում։ Գիտեք ինչու համար, որտեղ Տեր Հիսուսը պլան ուներ, Տեր Հիսուսը նպատակ ուներ, ամեն իր որոշումները քայլ առ քայլ առաջ գնում։ Եվ այսօր մենք էլ պետք է այդպեսի վիճակի մեջ լինենք։ Աստված մեզ համար ծրագիր ունի եւ ասում է, որդյակս մի վրազի, ինձ հետ քայլի։ Գիտեք մենք ինչու ենք վրազում, որտեղ մենք ժամանակների մեջ սահմանափակ ենք եւ չենք հավատում, որ դեպի հավետանական կյանք ենք գնում։ Որտեղ ով որ հավատում է հավետանական կյանքի մեջ է գնում, ժամանակը իր համար սահմանափակություն չի։ Բայց մենք որ չենք հավատում հավետանական կյանք կա, շուտ վրազում ենք, շուտ մետեղի հասնենք, այդպես չի։ Մարդիկ կան, որ 100 տարի ապրում են, շատ լավ են ապրում, տեսնում եք շատ հանդարտ մարդիկ են, երբեք չեն վրազում։ Եվ դժբախտաբար եկեղեցում մեջ մարդիկ ուզում են շատ հեշտությամբ ամեն ինչը ձեռք բերեն։ Գնում ենք Աստծո ներկայության մեջ, շատ շուտ ուզում ենք Աստված մեզ պատասխան տա։ Մատ աշկալուսենք ունեմ ձեզ համար։ Աստված կարող է մեկ անգամ կամ երկու անգամ մեր կյանքի մեջ հայտնապես դեմ առնել մեզ հետ խոսա։ Մնացածը ամենը կապված է մեր հավատքի վրա։ Որտեղ Աստծո խոսքն ասում է, այն որ տեսավ ու հավատաց, շատ մեծ գործ չարավ։ Այն որ չտեսած հավատաց, դրա գործը մեծ է։ Ուրեմն մենք չհենվենք այդ բաներին, որ մենք նպատակ ունենք հասնենք եւ նպատակ ունենք հասկանանք։ Մենք հենվենք Աստծո ճշմարիտ խոսքին, հենվենք Աստծո խոստումներին, այն բանը, որ Աստված ասել է այո եւ ամեն է։ Թեկուզ այդ բաները մեզ համար ինչ լինի, մեզ համար դար լինի։ Աստված մեզ օրինակ է տվել։ Այս ճանապարհորդության համար Աստված մեզ մի հատ օրինակ է տվել եւ նրա անունը Հիսուս Քրիստոս Աստծո որդի է։ Ամեն։ Հալելույա։ Ինչքան լավ է, որ Հիսուսի հետ մենք կարողանանք քայլենք։ Յուրաքանչյուրս հրավիրված ենք այս ճամփորդությունը գնալ։ Աստված ամբողջ աշխարհին հրավիրում։ Հավատացած եք, ամբողջ աշխարհին։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկենք այս ճամփորդության ընթացքում։ Ինչեր պետք է անենք։ Այսօր պետք է դրանց մասին մի քիչ խոսանք։ Որոնք են այն քայլերը, որ մենք պետք է ձեռնարկենք։ Որոնք են այն քայլերը, որ Աստված է ձեռնարկել մեզ համար։ Այս մասը կարող եմ մյուս շաբաթ քարոզեմ, այն բանը, որ Աստվածն է ձեռնարկել մեզ համար, որտեղ այսօրվա քարոզը չէի ուզում, որ շատ երկար է։ Հավատալ եւ ապաշխարություն։ Հավատալ եւ ապաշխարություն։ Գիտեք, մեր ճամփորդությունը սկսում է մի բանի վրայից, հավատալ Հիսուս Քրիստոսին եւ բոլոր սրտով ընդունել եւ ապաշխարել։ Ապաշխարության միտքը ինչ է։ Ապաշխարության միտքն է դա, որ մենք Հիսուս Քրիստոսին ընդունենք, որ Հիսուսն է մեր միայն ճանապարհը տեղ հասցնելու դեպի երկինք եւ այդ փրկությունը խաչի միջոցով անում։ Եվ մենք առանց ապաշխարություն չենք ներս մտնի այդ խաղաղության մեջ, որ Աստված ասել է մեզ, որտեղ ներս մտնելը խաչի միջոցով է կատարվելու։
Եվ խաչին հավատալը մեր կյանքը տալով Հիսուս Քրիստոսին եւ Հիսուսի արյունը ընդունելը դա կարող մեզ ինչ անի այդ ճամփորդյան մեջ դեպի նպատակ մեզի առաջ տանի դեպի Աստված տանի եւ Աստված պատրաստել է Հիսուս Քրիստոսի միջոցով եւ դրա համար ապաշխարությունը շատ լավ է եթե մենք եկեղեցի ենք գալի շատ լավ ենք անում բայց մեր կյանքը պետք է հիմնված լինի Հիսուս Քրիստոսի խաչի զորության վրա արյան վրա արդյոք ամեն օր մենք հայտարարում ենք Տեր Հիսուս ես ինձի եւ իմ ընտանիքիս բերում եմ քո սուրբ արյան տակ ինձի դու այսօր խավություն արա ինձի ծածկի ինձի թող որ քո զորությունը առաջ տանի եւ կտեսնենք որ Աստված ամեն օր մեր քայլերը կարող է հաստատի ամեն հալելույա առաջին քայլը հավատքն է եւ հավատալ որ Հիսուսը Տեր ու Փրկիչն է Հիսուսը Տեր է այսինքն ինչ Հիսուսը Տեր է Հիսուսը ամեն բանի վրա հսկողություն ունի մեր կյանքի ամեն ընթացքը ինքը տեսնում է դրա համար մենք ընդունում ենք ինքը մեր Տերն է ինքը իրավունք ունի մեր կյանքի համար ամեն բան անի ինքը իրավունք ունի որ մեր կյանքի մեջ քայլի ինչու համար որտեվ իր անձն է նվիրել մեզ համար արդյոք տալիս ենք ամեն ինչը Հիսուսին թե ոչ արդյոք Հիսուսը մեր ամեն ինչի Տերն է թե ոչ մեր դրամի Տերը մեր ժամի Տերը մեր օրերի Տերը արդյոք կա Հիսուսը թե ոչ եթե ճամփորդում ենք Աստծո հետ Հիսուսը պետք է Տեր դառնա մեզի եւ ամեն ինչը պետք է հանձնենք դրան չվախենանք այն որ Աստծո խոսքն ասում է մենք կատարենք եւ դժբախտաբար մարդիկ ընտրում են մեծ բաներ Աստծո խոսքից եւ մենակ կտրանք են սիրում այդ բաներն են սիրում Աստծո խոսքի մեջ դժվար բաներ կա Աստծո խոսքի մեջ հեշտ բաներ կա Աստծո խոսքի մեջ պատած դար բաները գրվում մեզ համար որ մենք պետք է իր այդ չալենջ ունենանք պատած շատ ուրախալի եւ հույսով լսված բաները գրված մեր ամեն մեկի համար ուրեմն մենք պետք է հավատանք որ Հիսուս Քրիստոսը Տեր է որտեղ ինքը իր կյանքը մեզ համար տվել է հայտնի համար ունենք դրա համար Հովհաննեսի 3:16 համարը որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը որ իր միածին որդուն տվեց որպեսզի ով նրան հավատա չկորչի այլ հավիտենական կյանք ունենա գիտեք ճամփորդության մեջ կորելը շատ վատ է ես կորել եմ գնացել եմ ճամփորդուն չեմ անում որ դաս պետք է հետ կամ եւ շատ դժվար է հույսդ կտրում ես մանավանդ եթե գնաս անտառի մեջ ծառերն այնքան իրար նման է ճանապարհ կորցնում ես պետք է անպայման մեկը լինի որ քեզ ինչ անի քեզի ցույց տա ճանապարհը բայց Հիսուս Քրիստոսը եկավ իր կյանքը տվավ որ այս ճանապարհի մեջ մենք չկորչենք ամեն ժողովուրդը աշխարհի վրա ճամփորդում են եւ մի օր կվերջանա իրանց կյանքը բայց երանի նրանց որ այդ ճանապարհի ընթացքին Հիսուս Քրիստոսի հետ են քայլում մեկ անգամ էլ ասել եմ ձեզի եթե գերեզմանատուն գնաք գերեզմանի քարի վրա մատ տննդյան թիվա գրած մատ էլ վախճանվելու թիվը բայց մատ գիծ կա այդ մեջտեղը այդ գիծը մեր ճամփորդյան ընթացքն է այդ գիծի ընթացքին մենք ինչ արեցինք այդ մեր քայլերը որտե գնաց արդյոք համապատասխան է Աստծո ուզեցածին թե ոչ երկրորդը զղջանք մեղքերից հեռանալ մեղավոր ճանապարհներից եւ ինչից եւ մոտենալ Աստծուն հեռանալ մեղքից այսինքն զզվել մեղքից այսինքն չընդունել սատանայի որոշումները այսօրվա մարդիկ շատ բաներ են ինձանից հարցնում ես երբեմն խմում եմ արդյոք մեղքը թե ոչ երբեմն ծխում եմ արդյոք մեղքը թե ոչ եւ հետաքրքիր բան են ասում ասում են եթե Աստված եթե Հիսուսը խմում էր դու էլ խմի եթե Հիսուս ծխում էր դու էլ ծխի եթե Հիսուս հիմա ներկա լիներ այն բաներ որ մարդիկն անում էին կաներ թե չէ եթե չեր անի ուրեմն մենք էլ իրավունք չունենք անենք եւ մեղքը այդպեսի մի բան է մեղքը լույսի առաջը բռնում է մեղքը պատճառ է լինում որ մենք խայտարակ անենք մեզի խայտարակ անենք եկեղեցուն եւ ոչ ոք չի կարող Հիսուս Քրիստոսին խայտարակ անի բայց սատանան օգտվում է եւ ասում է եթե սրանք են Աստծո ժողովուրդը որ այսպեսի խավարի մեջ ապրում են ես եկեղեցու հետ գործ չունեմ
Շատ մարդիկ եմ տեսել, որ գայթակղվել են եկեղեցու ժողովրդից, որտեղ դրանք կարողացել են մեղքի հետ խաղան, կարողացել են խավարը ներկայացնել։ Եվ այսօր արդյոք մենք կանչված ենք այդ բանի վրա։ Ոչ, կանչված չենք այդ բանի համար, կանչված ենք, որ Հիսուսի լույսի մեջ քայլենք։ Եթե Հիսուսի հետ լույսի մեջ չքայլենք, կկործանվենք։ Տարիներ առաջ գնացինք ճամփորդություն եւ մեքենա չգիտեմ ինչ պատահ, մտանք բանի մեջ, փակուղի մեջ, փակուղի են ասում թունելի մեջ։ Մա թանելի մեջ մտանք, մի անգամից ճրակներն հաշկվավ։ Հետո հագարակի նման այդ թունելի մեջի ամեն լույսերն էլ անջատված էր։ Ճիշտ կարծես ուղիղ գնացել եմ խավարի մեջտեղը։ Ոչի չեմ կարողանում տեսնել։ Իմ ընկերից ասամ մենակ դու գլուխդ պատուանից դուրս տար, այդ սպիտակ գիծը որը տեղա, նայի ես ում հետ դառնամ։ Հիմա մտածի այդ ճանապարհի մեջ մեքենաները պետք է արագ գան, ես վախից որ այդ մութի մեջ ինչ պետք է անեմ, ասամ հետ կգնամ։ Խավարի գործերը երբեմն մեզի հետ է տանում։ Այդ ճանապարհն էլ մենք չենք կարողանում առաջ գնանք։ Եվ այդ խավարի գործերի անունը մեղք է։ Եվ Աստված կանչել է, որ մենք Հիսուս Քրիստոսի լույսով կարողանանք գնանք։ Եվ այդենցով կարող ենք այդ ճանապարհը շարունակենք եւ դեպի առաջ գնանք։ Գործ առաքելոց 3-րդ գլուխ 19-րդ համար ասում է ապա զղջացեք եւ դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն։ Զղջացել, գիտեք, ապաշխարությունը երկու ձևի է։ Մեծ ձևին է, որ մենակ մենք լեզվի ենք գրում, Տեր Աստված, ես մեղավոր եմ, ներիր ինձ։ Բայց ոչ մի զղջանք մեր սրտի մեջ չկա։ Ոչ մի զղջանք։ Պետրոսը, երբ որ Հիսուսին 3 անգամ ուրացավ, եւ Հիսուսը հետ տարավ, քորթի փակում հետ տարավ եւ նայեց Պետրոսի աչքերին։ Պետրոսը մի բան իր մեջ կոտրվեց։ Եվ Աստծո խոսքն ասում է գնաց եւ թառը լացեց։ Թառը լացավ, որովհետեւ ինչ էր արել Հիսուս Քրիստոսին դավանանքը ճիշտ չէր պահել։ Հիսուսին չէր դավանի ժողովրդի առաջ։ Իր վախերը պատճառ էր եղել, որ Հիսուս Քրիստոսին ուրանար 3 անգամ։ Եվ դրա համար դառը ապաշխարության աղոտ բարձրացավ։ Եվ ասաց, որ ինձ ների Դավիթ իր շնություն գործելուց հետո Սաղմոս 51-ն է գրում։ Եվ այս Սաղմոս 51-ի մեջ ինչքան խոր սրտով ապաշխարություն է Իրանը ներկայացնում։ Երբեմն մենք մեղք ենք գործում, բայց շատ անտարբեր մարդիկ ենք։ Մեղքը դարել է մեզ համար սովորություն, բայց այս ճամփորդ մարդը, որ Աստծո հետ քայլում է, նպատակը net չի որ մեղք գործի։ Նպատակը սա է որ սրբանա։ Աստծո խոսքն ասում է սուրբ եղիր, ինչպես որ քո հայրդ երկնքում սուրբ է։ Ուրեմն հավատացյալը ճամփին տասկին իր սրբության վրա շատ պետք է գործի։ Իր ապաշխարության վրա շատ պետք է գործի։ Անցյալ շաբաթ մի տղա եկել էր մեր մոտ, ասում էր մենք պետք է ինչ անենք։ Ամեն օր պետք է մենք ապաշխարենք։ Ասացի մենք ամեն օր ապաշխարել պետք չունենք։ Դուք եթե գնաք բաղանիք, դուրս կա ձեռը փոշոտի, նորեն չեք դա բաղանիք, ձեր ձեռքերը գլվանաք։ Տերոնական աղոթքի մեջ ինչ ասում, ասում է դու պետք է ապաշխարես ամեն օր։ Տեր, իմ մեղքերս ների ինչպես ես եմ մեղավորների ներում։ Ուրեմն մենք մատ լուրջ ապաշխարություն ունենք, այսպեսի որ Պետրոսն է ասում, ապա զղջացեք եւ դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն։ Մատ նախնիական մեղքեր կա մեր մեջ, մատ նախնիական բնույթ կա մեր մեջ, որ երբ որ մենք ապաշխարում ենք, այդ բնույթը վերջանում է եւ մատ նոր կյանք ենք սկսում, բայց դա չի նշանակում, որ մեր կյանքի մեջ կարող է չսխալվենք, մենք սխալվենք, բայց Երանի այդ մարդին, որ իր սիրտը արթուն է եւ շատ հոժարություն ունի, որ սուրբ ապրի։ Եվ այս ճամփորդության մեջ մարդիկ իրանց սուրբ են պահում։ Մարդիկ աշխատում են, որ Աստծո կամքը կատարեն։ Երրորդ բանը մեզ համապատասխանացնելով Հիսուս Քրիստոսի անձին քաղցած Աստծո խոսքին։ Մենք մենակ հատ մենք մոդել ունենք, ռոլ մոդելը մենակ մեր մոքիա։ Հատ նմուշ մենք ունենք։ Եվ դրա անունը Հիսուս Քրիստոս է։ Խնդրում եմ դուք ձեզի մի քննեք օտար մարդկանց հետ։ Միք նայեք մարդիկ ինչ են անում, ես էլ այդ անեմ։
Մենք նայենք տեսնենք Տեր Հիսուսը ինչ էր անում։ Տեր Հիսուսը ինչպես էր խոսում։ Աշակերտները այդպես ծարավ ունեին։ Գնում էին Հիսուս Քրիստոսի հետևից, իր ուտելը տեսան, իր դաստալը տեսան, իր աղոթելը տեսան, իր համբերությունը տեսան, իր մահը խաչի վրա տեսան, իր հարությունը տեսան։ Եվ այսօր մենք կանչված ենք, որ այդպեսի բան ունենանք, նայենք Հիսուսին, ինչ որ ինքն անում էր, եւ փափակենք, որ ունենանք այդ բանը, որ Տեր Հիսուսը ինքը ուներ։ Եբրայեցիների 12-րդ գլուխ 2-րդ համար։ Նայիր Հիսուսին, մեր հավատքի սկիզբն ու ավարտը։ Մեր սկիզբը, ճամփորդյան սկիզբը Հիսուս Քրիստոսն է, մեր նմուշը, միջով որ մենք այդ ճամփորդությունը վերջացնում ենք։ Հիսուսն է մենակ նմուշը։ Եթե մենք նմուշ ենք վերցել մեր ծնողներից, վայ մեզի, նմուշ ենք վերցել հովիվներից, վայ մեզի։ Մենք մեր նմուշը Հիսուս Քրիստոսն է։ Եվ որ մոտենում ենք եւ նայում ենք Հիսուսին, ասում ենք Տեր, ողորմիր ինձի, ինչքան ես մեղավոր եմ։ Ինչքան անպատրաստ մի անձնավորություն եմ քո համար։ Եվ այդ ժամանակը, որ Հիսուս Քրիստոսի շնորհքը գալիս է, այդ ժամանակը, որ Հիսուս Քրիստոսի ողորմությունը գալիս է, եւ մեր մեջ մի հատ հանգստություն է գալի։ Եվ ինքն ասում է, որդյակս արի ինձի շարունակի, ես քեզի չեմ մենակ թողնի, ես քեզ հետ կլինեմ։ Բայց մենակ ու մենակ պատճառը, որ մենք չենք կարողանում Հիսուս Քրիստոսին մոտենալ, դրա համար է, որ Հիսուս Քրիստոսի ճամփի մեջ լավ չենք քայլում։ Դրա ճանապարհը ճշմարտություն եւ կյանք է։ Ես հիշում եմ դժվար օրերիս այն ժամանակ, որ ծառայություն էի անում զինվորության մեջ, երազ տեսա եւ տեսա, որ Հիսուսը դեպի երկինք մատ բարակ ցեխոտ ճանապարհով գնում էր եւ ամենը մարախուղ էր, մենակ Իրան էի տեսնում եւ ես 4 ծերովոտանց մակցելով գնում էի դեպի Հիսուս եւ պատահում էր, որ վրապերնին ընկնում էի գետին, սղլտում էի, սողում էի եւ վրապերնին ընկնում էի եւ ընդ ընթացքին Տերը կանգնում էր եւ սպասում էր, որ միջով նորեն ես ուժ առնեի եւ նորեն շարունակում էի եւ էլի նորեն պատահում էր այդ ճանապարհի ընթացքին նորեն ընկնում էի, բայց Հիսուսը կանգնում էր եւ հետաքրիր էր, չէր հերես թեքում ինձի։ Մենակ մի փոք գլուխը թեքում էր, ուզում էր ցույց տալ, որ իմ ուշադրությունս քո վրա է։ Այսօր եթե մենք Հիսուսի դեմքն էլ չենք տեսնում, պետք է իմանանք, որ ինքը ուշադրությունով մեզ նայում է։ Արդյոք հավատում ենք դրան։ Հավատացեք, որ եթե ընդունեք, ուրախ հավատացյալներ կլինեք։ Նայիր Հիսուսին, մեր հավատքի սկիզբն ու ավարտը, նա որ հանդուրժես խաչի տառապանքը։ Թերահավատների, լավ նկատենք, թերահավատների պարանոցի հեգնանքին, թերահավատները, եւ որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա իրաց գլուխը թափ էին տալի։ Օ, այս մարդը ինչ մարդ էր։ Այս մարդը ինչ արավ, խաչի վրա գնաց, ինք իրան զորությունով չի կարող ցած բերի։ Ուզում էր մարդկանց փրկեր եւ մարդիկ գլուխ էին թափ տալի։ Երբեմն մեզ համար մարդիկ գլուխ են թափ տալի։ Այ մարդ ինչ ես խոսում։ Այս հավատացյալների չեմ անում, ինչ դատարկ բաների հետևից են գնում։ Բայց Հիսուս Քրիստոսը խայտարակությունը կրեց ու ամոթին անտեսելով այժմ նստած է Աստծո աջ կողմում, ինչքան կարևոր է Հիսուս Քրիստոսը խայտարակությունը, որ կրավ խաչի վրա, այն ժամանակ մարդիկ ամենը տկար տեսան Հիսուս Քրիստոսին, բայց հիմա Հիսուս Քրիստոսը տկար տեղում չի, տկար վիճակի մեջ չի, այդ խաչը կրեց, որ մեզ համար ճանապարհ բացի, եւ Հիսուսը հիմա հոր աջ կողմը նստած է, այսինքն Տիրոջ ամենահզոր ձերքի կողքը նստած է, այսինքն ինքը ուժ ունի ամեն բան անելու համար եւ մենք այդ Հիսուսին ենք հետևում։ Եթե խնդիր ունես, գնա Հիսուսի առաջ, կռվի միջով առնես, որտեղ գիտեք Հիսուսը լսում է աղոթքը, բայց աղոթքի պատասխանը տևում է։ Քուրմելոդի համար մենք անցյալ շաբաթ ես Միշիգանի եւ իր համար խոսացինք եւ աղոթեցինք միասին եւ այսօր Ֆրեդին բան արամ, Ֆրեդին զանգեցի եւ իրան ասացի ինչպեսի, ասավ շատ լավ է։ Եվ իրան մենակ մեկ բան ասացի օգտվի Հիսուս Քրիստոսի հարության զորությունը եւ Հիսուս Քրիստոսի ներկայությունը, որ քո մեջ է, եւ հայտարարի այդ զորությունը
օգտվի այդ բանը, որ Տերը դրել է քո սրտին։ Գիտեք, Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ 21-րդ համարն ասում է. իմ արքայությունը ոչ ստեղ է, ոչ այնտեղ, իմ արքայությունը ձեր մեջ է։ Ուրեմն, եթե միտեղ արքայություն կա, այդտեղ զորություն կա։ Եթե միտեղ արքայություն կա, այդտեղ զորք կա։ Եթե միտեղ արքայություն կա, այդտեղ պետք է զենք լինի, եւ դրանք Հիսուս Քրիստոսի միջոցով մենք հավատացյալներս ունենք, օգտվենք այդ զենքերից։ Ֆիլիպեցիների 2-րդ գլուխ 5-րդ համար ասում է. արդ ձեր մեջ եղած միտքը լինի այն, ինչ եւ Հիսուս Քրիստոսը։ Ինչ միտք, որ Հիսուսի մեջ կար։ Ֆիլիպեցիս 2-րդ գլուխ 5-րդ ասում է. ինքը Աստծո մեջ լինելով երկինքը թողեց եւ մեր նման մարդ դառավ։ Նախքանետ ասում է, որ մենք էլ պետք է Հիսուս Քրիստոսի միտքն ունենանք։ Այսինքն ինչ որ մեզ համար փառք է, հավատացյալը ինչ որ հետևում է իր փառքի համար, իր լավ կյանքի համար, անտեսում է եւ մենակ այդ ճանապարհի մեջ, որ Հիսուսը գնում է, ճանապարհի վրա քայլում է։ Դրա համար Հիսուս Քրիստոսն ասում է. ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը եւ ես եմ կյանքը։ Եթե մենք կորած ենք հիմա, պատճառը սա է, որ մենք չենք ճամփորդում Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ իմ ուզեցածը սա է այսօր։ Որոշենք, որ իսկականից քայլենք։ Որոշենք, որ կարողանանք Հիսուս Քրիստոսին գող պահենք այս ճամփորդության ժամանակ։ Գիտեք, Իսրայելի ժողովուրդը բողոքում էին։ Իրանց բողոքը պատճառ եղավ 13 օրվա ճամփորդությունը իրանցը դառնա 40 տարի։ 40 տարի տանջվեցին անապատի մեջ։ Արդյոք մենք ուզում ենք բողոքենք։ Եթե ինչքան շատ բողոքենք, մեր ճամփորդությունը շատ երկար կտևա։ Դառը մարդի հետ ճամփորդես այդպես է։ Ճիշտ կարծես այդ ճանապարհն էլ նրա համար 100 տարի ճանապարհ, հոգնած, ջարդված։ Եվ Աստված նայում է այն մարդկանց, որ հնազանդ են, այն մարդկանց, որ չեն բողոքում, այն մարդկանց, որ շնորհակալ են։ Մենք պետք է Thanksgiving-ը տոնենք։ Շնորհակալությունը շատ կարևոր մի բան է։ Մենք Աստծուն պետք է շնորհակալ լինենք, որ փրկություն է պատրաստել մեզ համար։ Աղոթք եւ շփվել Աստծո հետ։ Աղոթք եւ շփվել Աստծո հետ։ Կառուցեք անձնական հարաբերությունները Աստծո հետ։ Աղոթքի եւ փառաբանության եւ շնորհակալության միջոցով։ Գիտեք, հավատացյալը, որ գնում է իր մենակության մեջ Աստծո հետ, այդ իր մենակությունը երկու մաս ունի։ Առաջին մասը Աստծուն պաշտել է։ Դուք գնում եք Աստծո առաջ, ինչ եք ասում։ Գնում ենք Աստծո առաջ, առաջի բանը, որ սկսում ենք. Տեր Աստված, այս դժվարությունն ունեմ։ Տեր Աստված, ինչպես այս դժվարությունը կվերջանա։ Տեր Աստված, էսա, այնա խնդիրներս։ Բայց եւ որ սկսում ես պաշտել։ Լավ, հետաքրքիր բան։ Մենք եւ որ պատանի էինք, լացով որ տուն էինք գնում, շատ լսողական չկար։ Ես հիշում եմ պատաս տեսուչ ինձ ծեծում էր եւ գնում էի տուն լացով։ Եվ մամաս ասում էր անպայման դու մեզ սխալ գոր տարերա որ քեզ ծեծել ես։ Ոչ ոք չէր հետաքրքրվում, որ ես հիմա լացում եմ, որտեվ դառնություն կա դրա մեջ, որտեվ ոչ մի ուրախություն չկա։ Բայց եւ որ ուրախ ես այդում, ուրախ պատգամ ունես, թրվռում ես, այդ ժամանակ ճիշտ կարծես այդ մթնոլորտը փոխվում է։ Հավատացյալը պաշտամունքով սկսում է իր հարաբերությունը Աստծո հետ։ Հետո աղոթք է բարձրացնում։ Իր աղոթքը դառնում է ամեն շնորհակալության աղոթներ։ Նայենք այդ բաները, որ Աստված մեզ տվել է։ Արդյոք ուրախ ենք այդ բաներով, որ Աստված տվել է մեզի, թե ավելն ենք ուզում։ Ասել եմ դեզի, քանի անգամ, էլի կասեմ։ Մի անգամ սկսեցի բողոքել Աստծուն։ Տեր Աստված, ինչու է կյանքս այսքան վատ։ Օգնիր ինձի։ Սուրբ Հոգին սկսեց խոսել։ Ասավ սոված ես, ասամ ոչ։ Ասավ արդյոք մերկ ես, ասամ ոչ։ Ասավ փողոցն ես քնում, ասամ ոչ։ Ասավ երեխեքն են սոված, ասամ ոչ։ Ասավ արդյոք երեխեքը չոր ունեն հագնելու, ասամ այո ունեն։ Ասավ տանվարձը թե դա անգած։ Ասամ ոչ։ Էլ ոչինչ չասավ Սուրբ Հոգին ինձ։ Եվ այդ ժամանակ իմ վրա ամոթ եկավ։
որ մենք ինչքան այս օրերում բողոքում ենք, որտեղ մենք մեր Աստծուն չենք ճանաչել։ Մենք Աստծո միտքը չունենք եւ ճամփորդող մարդը Աստծո հետ կարողանում է հասկանալ Աստծո միտքը եւ ճանապարհը բացում, որ Աստծուն ճանաչի, Աստծո սիրտը կարողանա հասկանալ։ Առաջին Թեսաղոնիկեցիների թուղթը 5-րդ գլուխ 17-րդ համար անդադար աղոթեք, անդադար, շատ դժվար է, չէ՞։ Վստահ եմ, որ մենք ժամանակ ենք դրել աղոթքի համար։ Ոմանք առավոտը 1 ժամ, 2 ժամ, 45 րոպե, ոմանք ճաշվա մոտ, ոմանք ճայից հետո։ Բայց այս համարը չի ասում, որ ժամ դի աղոթքի համար։ Ասում անընդհատ progressive, միշտ, մշտական աղոթքի մեջ լինի։ Մարդը պետք է այդպես լինի։ Քայլում ենք, Աստծո մտքերի մեջ ենք։ Քայլում ենք, Աստծո խոսքի մասին ենք մտածում։ Գործում ենք, գործելու ընթացքում աղոթում ենք։ Տան գործ ենք անում, Աստծո խոսքերի մասին ենք մտածում եւ պաշտում ենք Աստծուն։ Թողեք որ այդպեսի մատկանք ունենանք ամեն օր։ 5-րդ կետը հնազանդել Աստծո պատվիրաններին, զբաղվելով Աստծո ուսմունքներին, առօրյա կյանքում եւ ապրեք արդարությամբ։ Տեսեք ինչքան կարևոր point է։ Մենք պետք է արդարության մեջ ապրենք։ Զբաղվել Աստծո ուսմունքներին։ Աստծո ուսմունքները գրված է Աստծո խոսքի մեջ։ Եվ որ Հիսուս Քրիստոսն ասում է քո անդը տուրացի ինձի հետևի, մենք պետք է հնազանդենք։ Հիսուս Քրիստոսն ասում է իմ անունի պատճառով պետք է մարդկանց կերակրես։ Իմ անունի պատճառով պետք է մարդկանց ջուր տաս խմելու։ Մարդկանց պետք է այցելես, հիվանդների համար պետք է աղոթես, պետք է գնաս այցելելու մարդկանց, որ բանդակյալ են, գնաս մարդկանց, որ կոտրված են նրանց հետևես։ Ասում եմ, եթե այդպեսի բաներ արեցիր, ցույց ես տալի, որ իմ հավատարիմ ծառան ես։ Աստված այսպեսի բաներ է մեզի ուզում։ Եվ դժբախտաբար մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, մոռանում ենք ինչ ենք կարդում։ Պետք է իմանանք Աստծո խոսքը, ինչ որ գրել է, այո եւ ամենը եւ ճշմարտություն է։ Բայց դժբախտաբար, երբ որ հասնում է ծառայելը Աստծուն, մենք ամեն ինչը հաշվարկի մեջ ենք բերում։ Ես անեմ լավ կլինի, ինչ կմտածեն իմ մասին, շատ կլինի, քիչ կլինի, ժամ չեմ ունենա, ժամ կունենամ, հետո կանեմ, ինչպես ենք հաշվարկի բերում այդ բաները։ Աստված Եսայա մարգարեին այսպես ասում. ով է որ ինձ համար այսօր գնա։ Եվ Եսայա մարգարեն ասում է. Տեր, ահա ես։ Արդյոք այսօր Աստված կանչի ձեզ ինձ ծառայության համար, կարող եք ասեք ահա ես։ Թողեք այդպեսի բաները մեր կյանքի ուղիները լինի, կարողանանք Հիսուսի նման մտածենք, Հիսուսի որոշումների համեմատ։ Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 15-րդ համար։ Եվ Հիսուս այսպես ասում եւ շատ վտանգավոր բան է։ Ասում է, եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները։ Եթե սիրում եք Հիսուս Քրիստոսին, թողեք մեր անձը բերենք Աստծո առաջ։ Բերենք Աստծո առաջ եւ ասենք Տեր Աստված, ինձի փոխիր, որ կարողանամ քո պատվիրաններն հասկանալ։ Քայլենք հոգով։ Թույլ տանք Սուրբ Հոգին։ Թույլ տանք Սուրբ Հոգին առաջնորդի մեզ, սովորեցնի մեզ եւ զորացնի մեզ։ Խոսեցի, եթե մեր ականջը բաց լինի դեպի երկինք, Սուրբ Հոգին մեզ հետ խոսա։ Եթե անտարբեր լինենք, երբեք Սուրբ Հոգին մեզ հետ չի խոսա։ Որտեղ մեկ անգամ ասում եմ, 10 անգամ պետք է լսես։ Ասում եմ, մեկ անգամ խոսեցիր եւ ես 10 անգամ լսեցի։ Ուրեմն ինչքան կարեւոր է, չէ՞։ Մենք պետք է լսենք եւ Սուրբ Հոգին զբաղվում է այդ մարդկանց հետ, որ իրեն լսում են։ Համաձայն եք ասում, լսեք թե չէ, Գաղատացից 5-րդ գլուխ 16-րդ համար։ Քայլեք հոգով եւ մարմնի ցանկությունները չեք կատարել։ 7-րդ point-ը ծառայել ուրիշներին։ Արտահայտել Աստծո սերը օգնելով, խրախուսելով եւ ծառայելով մարդկանց։ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին ինքը ծառայող մի հատ բնավորություն ուներ։ Մատթեոսի 20-րդ գլուխ 28-րդ համարը։
Ինչպես որ Հիսուս էս ասում, ինչպես որ մարդու որդին եկավ ոչ թե ծառայելու, այլ ծառայելու համար։ Հիսուս Քրիստոսը աշակերտների ոտերը լվացավ։ Ես մարդկանց ասում եմ դուք եկեղեցու մեջ ինչ դեր ունեք։ Արեք նայեք տեսեք եկեղեցու մեջ ինչ եք կարող անել։ Չէ պետք է հովիվը ձեզի ասի արեք այս բանն արեք։ Դուք պետք է հետաքրքրվեք այդ բաներով։ Եվ հովիվը շատ չի ասում, գիտեք ինչու համար։ Չի ուզում մարդկանց սիրտը կոտրի։ Ես որ ասում եմ ընդհանուր է, ես իմ մասին չեմ խոսում։ Հովիվները ընդհանրապես անում են, ես նախքան որ ժողովն սկսել Pastor Ranին տեսա։ Խեղճ մարդը ամեն ինչ ինքն էր կարգավորում եւ ապրանքները տեղավորում էր։ Հավատացյալները կերել էին Thanksgiving-ի կերակուր եւ գնացել էին։ Եվ ինքը մենակ էր աշխատում ստեղ։ Արդյոք էսպեսի է Աստծո ճանաչելը։ Դե մենք սիրտ ունենանք եւ ծառայենք եւ միմյանց կարողանանք ոտները լվացենք։ 8-րդ կետը վերջի կետն է։ Համբերատար լինենք եւ աճենք։ Մնալ հավատարիմ, դիմանալ փորձություններին եւ շարունակել աճել հավատքի մեջ։ Մարդիկ կան, որ իրանք չեն կարողանում դիմանալ այդ չարչարանքը, որ կա մեր կյանքի մեջ։ Ով է կարողացել ես չեմ չարչարվում։ Ամեն մեկս չարչարվում ենք։ Ամեն մեկս մեր չափով խաչ ունենք։ Մեկը իր խաչի ձայնը շատ բարձր է, բողոքում է, մեկը հանդարտ իր խաչը կրում է։ Մարդիկ կան, որ երբեք դու չես հասկանա ցավ են կրում։ Բայց մարդիկ կան, որ ցավ կրելու ժամանակ բողոքը երկինք են տանում, եկեղեցի են բերում, խնդիրներ են ներկայացնում։ Թողեք որ աճենք, դժվարությունը ոչ մի բան չանի։ Հակոբոսը առաջի գլխի մեջ իր թուղթին է 12-րդ համարն ասում է. երջանիկ է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետև երբ փորձվի կստանա կյանքի պսակը։ Գիտեք ես ինչ դարաշրջանի մեջ է Հակոբոս այսպեսի բան ասում, այն ժամանակ որ հավատացյալներին խաչում էին, այն ժամանակ որ հավատացյալներին գցում առյուծների առաջ, արջերի առաջ էին գցում, կրակ էին տալի հավատացյալներին։ Այդ օրերում ասում են Երանի այդ մարդկանց, որ կարող են այդ փորձանքների մեջից անցնել։ Արդյոք այսօր մեր թոշակները կտրվի, մեր հավատքի մեջ կարող ենք մնանք, food stamp-ը կտրվի, հավատքի մեջ կարող ենք մնալ։ Անտած ամիս food stamp կտրվել էր, ինչ խայտարակություն էր էլի։ Ինչ կանենք, բա ինչպես պետք է ապրենք։ Ասենք ամենը մեծ փոքր զանգեր է, որ մենք պատրաստ լինենք եւ Աստծո խոսքն էս ասում։ Անհավատարիմ մարդիկ մի եղեք, որտեղ ձեր հայրը որ երկնքումն է մտածում է, ինչ ուտես, ինչ խմես, ինչ ակնես։ Ուրեմն վերիները մտածի, այն բանը որ երկնքում բնակված է, եւ այդ ժամանակ ուրախ հավատացյալ կլինես եւ ցույց ես տալի որ Աստծո հետ քայլում ես։ Մենք քանի հատ հարցով վերջացնենք։ Որտեղ ենք մենք այսօր մեր ընտրված ճանապարհին։ Աստված ընտրավ նա ճանապարհ եւ դրել է մեզ այդ ճանապարհի վրա։ Հիմա այդ ճանապարհը մենք որտեղ ենք հասել։ Կարող է ոմանք կանգնել են եւ առաջ են գնում։ Ճամփորդը միշտ պետք է քայլի։ Մեքենան փչանում է, պետք է ոտով քայլի։ Մեքենան փչանում է, պետք է հեռախոսի օգնություն ուզենա։ Եթե ջուրի պակասնորդություն կա, պետք է անցնի եւ ջուր ճարի։ Գուցե սկսել ենք, գուցե դժվարանում ենք, գուցե ուզում ենք հանձնվել։ Կարող է ուզում ենք give up անենք, բայց Հիսուսի շնորհով մեզ ինչ կլի, Հիսուսի շնորհը մեզ հետ է։ Հիսուսը ինքը ասել է. ես ձեզ երբեք չեմ թողնի։ Ամեն։ Հիսուսը ասում է ես երբեք ձեզ չեմ թողնի։ Անցյալ օրվա դժվարությունը մի օր նախքան է հետ շատ է իր մտածում, բայց այսօր անցել է այդ օրը, դժվարությունն անցել է։ Այսօր է այդ օրն էր, որ դու անցյալ օրը շատ է իր մտածում այսօրվա համար։ Ապագան էլ այդպես է։ Մի մտածի ապագան ինչ կպատահի։ Մտածի այսօր Աստծո փառքը տեղի բերես։ Եվ այն ժամանակ է որ Հիսուս Քրիստոսի շնորհքը ուրախություն կտա քեզ։ Հիսուսի շնորհքը հաջողություն կտա քեզ։ Հիսուսի շնորհքը
բաց միտք եւ բացացական միտքը կերաստալ քեզանից եւ շատ դրական միտք կտա քեզի ամեն թող ոտքի վրա կանգնեք